Արեգ, մի հատ կնայես այս շորը։ Շատ երկար չի տակը։ Չէ։ Բայց ինձ թվում է կոլոտացնում է ինձ։ Չէ, որ սենց նայում եմ նույն բոյին ես։ Երեք վերջապես ես ու Հարութը գնացինք մեզ նշանդրեքի շոր ընտրելու։ Շոր։ Ես մտածում եմ Հարութը իր ֆորմայով է գալու։ Կներես։ Չէ, ուղղակի Հարութն էլ էր այդ ասում։ Հազիվ եմ համոզել, որ գնանք շոր առնենք։ Անին ու Հարութը նշանվում են։ Ու Անին սկսել է պատրաստություններ տենալ, ավելի շուտ ես ու Անին։ Ինձ այնց խորհուրդներ է հարցնում, դե ընկերներ ենք, պետք է օգնեմ։ Նայ, ես ու պապան երկու ռեստորան ենք առանձնացրել, բայց չեն կողմնորոշում։ Մի հատ նայ, որ մեկն է ավելի լավը։ Էս, թե էս։ Բարև ձեզ, ես հարցազրույցի համար եմ եկել, Փետուշ ՍՊ, ճիշտ եմ եկել։ Այո, ուղղակի տնօրենը հիմա զբաղված է։ Կարող եք այնտեղ սպասել, ես ձեզ կկանչեմ։ Շատ լավ։ Չասեցիր, որ ռեստորանն ես հավանում։ Արեգ։ Ռեստորանը։ Հա։ Все, հավաքվեք, սիրուն, գնաց, ուրախ, ուրախ։ Մի հատ իրա CV թղթերը կտաս։ Ես որպես այս օֆիսի փոխտնօրեն կանցկացնեմ հարցազրույցը։ Մի քիչ կպատմեք ձեր մասին, Սամվել ջան։ Դե ես որպես այս օֆիսի տնօրեն նախ առաջին ասեմ, որ դու փոխտնօրեն չես։ Երկրորդն էլ մի խանգարի, ես կանցկացնեմ հարցազրույցը։ Մի քիչ պատմեք ձեր մասին։ Մեր օֆիսում լուրջ մարքեթինգային փոփոխություններ են անում այս տարի։ Նպատակն է ավելի պրոֆեսիոնալ կամպանիաների հետ աշխատելը։ Դրա համար մեզ պետք է հայտնիություն։ Առավոտվանից հարցազրույց եմ անում, որ մի հատ լավ մարքետոլոգ գտնեմ, բայց մեջները տենց էլ մի հատ պիտանի մարդ չեղավ։ Դպրոցում էի սովորում, հետո ընդունվեցի պետական համալսարան։ Կավեն էինք խաղում։ Բայց այստեղ դուք CV-ում գրել եք, որ 11 տարի աշխատել եք որպես մարքետոլոգ։ Այո։ Բայց երևի մոռացել եք, որ CV-ում համել ձեր տարիքն եք գրում։ Այստեղ գրած է, որ դուք 23 տարեկան եք։ Այսինքն 12 տարեկանից աշխատում եք։ Ծանր մանկություն եմ ունեցել, դրա համար մի քիչ շուտ եմ սկսել աշխատել։ Բայց մարքետոլոգ 12 տարեկանում դու կարել սուպերմարկետում տոպրակ լցնող աշխատեիր, նոր տարում բոմբ ծախեիր, խանութից սենդվիչ կառնեիր, չրթելով գնայիր տուն։ Քիթս կտրեմ, թե այստեղ են 12 տարվա մարքետոլոգ է, հաստատ CV-ի մեջ խաբել է։ Էս էլ արդեն որորդ դեպքն է այսօրվա մեջ։ Լավ, հաջողություն, մենք ձեզ անպայման կզանգենք։ Մերսի։ Շեֆ, լուրջ զանգելու ենք իրան։ Դե ոնց ինքը մեզ խաբեց, տենց էլ մենք իրանք խաբենք, չենք զանգի։ Չնգամ։ Երևան գնա վերցրակ ծիզիբիլ։ Մեկ էլ ասա թող հաջորդը գա։ Հաջորդը արդեն սենյակում է, շեֆ ջան։ Անկեղծ ասած, ես չեմ հասկանում մեր ընկերությանը ինչի համար է պետք նոր աշխատակից, եթե ես լիովին տիրապետում եմ մարքետոլոգի բոլոր հմտություններին։ Երևան, վերջի անգամ ասում, դու երբեք չես լինելու մեր օֆիսի մարքետոլոգը։ Այս թեման փակ է։
Կարելի է։ Հայաց ինչ Նարինե ջան։ Հա, իհարկե, համեցեք։ Համլետ ջան, այսօր Արթուրիկից ծնողական ժողովն է դպրոցում։ Կարող եմ մի քիչ շուտ գնամ։ Ծնողական ժողով։ Թող պապան գնա։ Թե պապան արդեն վաղուց թողել գնացել է։ Չհասկացար ինչ եմ ասում։ Նկատի ունեմ, որ պապան քեզ երեխուն թողել թռել է, էլի։ Հասկացա Համլետ։ Ուղղակի վիրավորական էր։ Հա, կատակ էի անում, Նարինե ջան։ Հա, կարաս գնաս, իհարկե։ Պետք է շտապ հասնեմ դպրոց։ Արտուրիկը էլի համը հանել է։ Աշխարհագրության դասադու Instagram-ն է ջարդել։ Խեղճ մարդը ամբողջ դպրոցով մեկ խայտառակ է եղել։ Էդ ինչ նկարներ էի։ Մերսի շատ Համլետ ջան։ Նարինե ջան, մեկ էլ մի հատ հաճախորդ ունենք, ուզում եմ մեր հետ համագործակցի, էլի։ Մի հատ իր այդ հեռախոսով խոսա, պայմանները ներկայացրա, էլի։ Այ դրանից հետո նոր կարաս գնաս Նարինե ջան։ Դաժե կարաս վաղն էլ չգաս։ Կատակ եմ անում Նարինե ջան, որ վաղը չգաս, գործից կհանեմ։ Արեք, ինչ ես կարծում, նշադրեքին երկիչ կանչում են, թե չէ։ Ինձ թվում է սպիտակ վարդեր։ Ինչ սպիտակ վարդեր։ Ասում եմ երկիչ պետք է, թե չէ։ Ան, չես մտածում, որ շատ ես լարվել։ Նշանդրեքի թելը լիքը ժամանակ կա, ինչ ես վռազում։ Հա, գիտեմ, բայց ոսեր առաջին անգամ եմ նշանվում ու լարված եմ։ Ես ու պապան ուզում ենք, որ ամեն ինչ կատարյալ լինի։ Արիկ ջան, պրիվետ։ Ոնչես։ Մեկ կոֆե կազմակերպի, էլի։ Ուղղակի նկատեցի, որ խոհանոցում էլ չկա։ Չդզեց, գործը դժվարացավ։ Ես վերցրա, թռի խանութ ինձ համար կոֆե բեր։ Զդաչին կպայես մոտդ։ Հետո կվեկալեմ։ Արիկ ջան, անին օրվա մեջ հաստատ քեզանից խորհուրդներ է հարցնում, չես նշանդրեք հետ կապված։ Դե, հա։ Արի աղջիկը չեմ հասկանում, ինչի է պանիկայի մեջ ընկել։ Նշանդրեքին ահագին ժամանակ կա, ինքը ամեն օր պատրաստություն է տենում։ Սրանից լավ որ չի գալի։ Էսի վերջում դառնալու է մեծ ճոխ նշանդրեք։ Ու ինչ ես մտածում, նշանդրեք աղջիկը կողմը չի անում։ Հա, նշանդրեք աղջիկա կողմն է անում, բայց հարսնիկն էլ տղու կողմն է անում։ Ինքը որ մեծ ճոխ նշանդրեք արեց, ես էլ պետք է մեծ ճոխ հարսնիկ անեմ ստիպված։ Հա, լավ, հասկացա։ Ես ինչով կարամ օգնեմ։ Ապեր, այնի քեզ լսում է, էլի, որ գալիս է քեզ այնց խորհուրդներ է հարցնում։ Դու տենց մինիմալ ծախսերի մեջ խորհուրդ դու, ասենք կոֆե է, էկլեր է, որ համել երկար չնստենք, էլի։ Ես եմ կարող է իրիկուն ուզում եմ ընկերներիս հետ տեղ գնամ։ Երիք շանները անդադ իրանց նշանդրեքի հարցով ինձ դիմում, հիմա էլ հարութը։ Կարող ես տեղյակ չեմ ու մենք իրեքով ենք նշանվում։ Այս հաճախորդի հետ որ մի 10-15 րոպե խոսամ, կդառնա ժամը 2-ը։ Այս ժամին պրոբկա չկա։ Տրանսպորտով հաստատ ժամը 3-ին կհասնեմ դպրոց։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Փետուր սպա ընկերությունից է։ Ես Նարինե Եփրեմյանն եմ։ Դուք ցանկանում եք համագործակցել մեզ հետ, ճիշտ է։ Ես էլ Սամսոնն եմ, Նարինե ջան, բայց ես մի երկու հարց ունեմ։ Ուզում եմ հստակ ծանոթանամ ամեն ինչ։ Այո, իհարկե Սամսոն ջան, կոնկրետ ինչն է ձեզ հետաքրքրում։ Կպատմեք ձեր կազմակերպության ընդհանուր գործունեության ու պայմանների Մեր ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին եւ արդեն 19 տարի է շուկայում ենք։ Մենք զբաղվում ենք թղթերի, անձեռոցիկների եւ ինձ մի քիչ մանրամասն է հետաքրքիր էլի։ Այ օրինակ ասեցիք 2006 թվականին հիմնադրվել եք, չէ՞։ Այո։ Ահա, կասենք այդտեղից հիմնադրվեցիք։ Հետո Դավթյան նուն է, ճիշտ է։ Իսկ դուք ով եք։
Ես իր անգերն եմ։ Հասկացա։ Նունե ջան, աշխատանքային փորձ ունեք։ Ունի։ Էլի մարքեթինգով ազբաղվել, բայց տնից է աշխատել։ Հասկացա։ Նունե ջան, ճիշտ ասած ես ձեր CV-ն նայել եմ ու շատ հավանել եմ։ Բոլորը կայացած պրոյեկտներ են, չէ՞։ Այո, բոլորը։ Սա կայացած պրոյեկտներ են։ Իսկ կարող ա դու ես հետը գալու գործի։ Աբա, տեսել ես ձեր օֆիսում քանի հոգի տղա կա։ Ինչ իմանամ ընկերուս ով ինչ աչքով է նայելու։ Դու ինչ ես տես նայում ընկերուս։ Ես իրան չեմ նայում, ես մի հատ ուրիշ տղու CV եմ նայում։ Հա, փաստորեն միասին եք, հա, գալու գործի։ Իսկ աշխատավարձն էլ եք կես-կես ստանալու։ Լավ, շնորհակալություն, մենք ձեզ կզանգենք։ Հա։ Տիգրան Ճզմաչյան։ Ջզմաչյան։ Ղզմաչյան։ Ջզմաչյան։ Ճզմզյան։ Ջզմաչյան։ Շնորհակալություն, մենք ձեզ կզանգենք։ Ճկնաժամ Վզմաչյան Սաղ Զզմաչյան արեցի։ Սենց որ գնա այսօր նորմալ մարքետոլոգ չեմ ճարելու։ Բարև ձեզ։ Արեգ, դու Արամեն Պետրի հետ ընդհանուր ծանոթ ունեիր, չէ՞։ Հա, ինչի համար։ Դե, եթե դժվար չի կարող ես իր հետ կապնվել, ուզում եմ նշանդրեքիս ինքը երգի։ Դե կարամ կապնվեմ, բայց մտածում եմ կարող է նշանդրեքի համար շատ եք պատրաստություն տենում։ Կարող է ավելի մինիմալի մեջ անեք, տենց էկլերա, կոֆեա։ Արեգ, ինչ էկլերու կոֆե։ Դու էլ հո հարութը չես։ Գումարը ընդհանրապես խնդիր չի։ Պապան ուզում է, որ ամեն ինչ շատ ճոխ ու իդեալական լինի։ Լավ, կփորձեմ կապնվեմ Արամի հետ։ Մերսի շատ։ Ես ինչի սենց կարմրեցիր։ Էս ապաչի գետնանուշը շատ կծու է։ Լուրջ, ես կծու շատ եմ սիրում, կարող եմ շատ իրասիրվել։ Բայց գուշեղը իրոք շատ կծու է։ Հասկացա, այսինքն Premium Limited փաթեթի մեջ չի մտնում անձեռոցիկները։ Ոչ։ Իսկ կասեք ձեր նշած 10 փաթեթների միջից որում չէր մտնում անձեռոցիկները։ Միայն 3 փաթեթների մեջ են ներառված անձեռոցիկներ։ Մնացած 7-ում չկան։ Դե ինձ ներկայացրեք այդ 7 փաթեթները։ Չեմ հասկանում, ձեզ պետք են անձեռոցիկներ։ Այո։ Իսկ ավելի ճիշտ չի լինի, ես ձեզ ներկայացնում եմ 3 փաթեթները, որոնցում կան անձեռոցիկները։ Չէ, արի դու ինձ ներկայացրա այն 7 փաթեթները, որովհետև ես կարողա անձեռոցիկը առանձին եմ վերցնում։ Շատ լավ, հիմա կներկայացնեմ։ Էրիկ։ Հա։ Մի հատ արի։ Նստի հաճախորդի հետ խոսա, լավ։ Ես շտապ գործ ունեմ, պետքա գնամ։ Բայց ես չգիտեմ ինչ պետքա խոսամ։ Դժվար բան չկա, պետքա փաթեթները ներկայացնես։ Բայց ես չգիտեմ փաթեթները։ Ախր ինքն էլ ոչ իմ չգիտի, մի բան ասա։ Եթե հետը խոսաս, իմ թխած խմորեղենից քեզ կբերեմ։ Վաղը։ Չէ, վաղը չէ, երբ որ թխեմ։
Բարև ձեզ։ Նարինեի աշխատանքային ժամը վերջացել է, ես Էրիկն եմ, ես եմ իրան փոխարինում։ Դե քանի որ նոր ծանոթացանք, արի քեզ պատմեմ, թե ինչ ենք խոսացել ես ու Նարինեն, հետո նոր անցնենք առաջ։ Տեսեք, ես կատարել եմ ընկերության SWOT անալիզ, առանձնացրել մեր թույլ եւ ուժեղ կողմերը, հնարավորությունները եւ սպառնալիքները։ Եվ այս ամեն ինչի վրա հիմնվելով, ես կարծում եմ մեր առաջնային խնդիրն է ընկերությունը դարձնել ավելի ճանաչելի մարդկանց։ Իսկ դուք ո՞նց եք ստենում այդ հարցի լուծումը։ Okay, ես ունեմ մի քանի տարբերակ։ Նախ առաջինը կարծում եմ, որ ընկերությունը պետք է ավելի ակտիվ լինի սոցիալական հարթակներում։ Օրինակ կարող ենք նկարել հումորային ռիլեր։ Իսկ այդ ռիլերի մեջ ես կամ։ Իհարկե, դուք ես ընկերության տնօրենն եք, դուք միշտ գլխավոր դերում եք։ Էս ինչ լավ աղջիկ է։ Ես կարծում եմ, ստեղ մտածելու բան չկա։ Դուք լրիվ համապատասխանում եք մեզ։ Շնորհավորում եմ, դուք ընդունված եք աշխատանքի։ Մերսի։ Կարող եմ ձեզ գրկել։ Իհարկե։ Այս տեմպերով որ շարունակեք, հնարավոր է շուտով լինեք իմ փոխտնօրենը։ SWOT անալիզ, ռիլ, թե։ Այս ընկերության միակ փոխտնօրենը ես եմ լինելու։ Այդ ռիլերի համար էլ մեզ ավելի լավ հեռախոսա պետք։ Կգնաս մոբայլ սենտրից Samsung Galaxy S25 Ultra-ներից կառնես, որ բեղերս ավելի սիրուն զումով նկարես։ Այս նվեր քարտն էլ ընկերությունն է լիցքավորել, կարաս հանգիստ ծախսես։ Շնորհակալություն։ Կարող եմ ձեզ մի հատ էլ գրկել։ Ո՞ւնց չէ, ցավը տանեմ։ Ուշադրություն։ Ռազմական ոստի։ Ծանոթացեք մեր թիմի նոր անդամի հետ։ Էլենա, մեր նոր մարքետոլոգը։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ միացել եմ ձեր թիմին, հուսով եմ շատ լավ կհամագործակցենք։ Էս ինչ լավ աղջիկ է։ Լավն է, չէ՞։ Այն է քո տեղ Ազիզ ջան։ Լավ, աշխատում ենք։ Ընկեր, ինչ ես անում։ Գործ։ Ընկեր ջան, քեզ ասում եմ այնպես խորտու, որ մինիմալ ծախսերի մեջ անեն այդ նշաններքը, դու բռնում ես աշխարհի ամենատան երգիչին ես բերում։ Հիմա ստիպված եմ հարսանիքին Մայքլ Ջեքսոնին բերեմ։ Մայքլ Ջեքսոնը մահացած է։ Բա ինձ է դա, պատկերացնում ես այդ ինչ ծախս է։ Ընկեր, քեզ բան խնդրել չի լինում։ Ինչ պատմության մեջ ընկա անիմաստեղը։ Արդեն մի շաբաթ է ժամը 9-ին գալիս եմ ստեղ ու երկու գործով եմ զբաղվում։ Վաճառքներով ու նշանдрեք կազմակերպելով։ Վերջում էլ մուննաթ են գալիս։ Աշկիս երկրորդ գործից դուրս գամ։ Բարև ձեզ։ Օրերը ցուրտ են, առանց ինձ, առանց քեզ խոսքերը փուչ են, առանց ինձ, առանց քեզ սևը չերը տխուրեն, Կրիսա մտեսենյակ, յախ! Բարև Համլետ ջան, ես էլ ուրախ եմ, որ քեզ տեսա։ Յա, ես կրիսը խոսում, հա? Անես ապաչի գետնանու շկեր, որ ինչ չկծես։ Լավ էլի Համլետ ջան, դե հասկացանքի հա։ Ինչը հասկացար, ինչ ես անում ստեղ։ Ոնց, եկել եմ քո մոտ գործի ընդունվեմ, Համլետ։ Դու լսի, քեզ տեղ գործի ընդունող չկա, այ պրիդացել, մեջքից խփող, դավայ փշտ։ Համլետ ջան, իմ համար քեզ դի զանգած լինեին։ Տով պտի քո համար զանգի, այդ ես պտի զանգեմ կռիս բռնողներին գան քեզ բռնեն։
Հեսա Google-ով նայեմ համարը։ Լսուս մնա, Գասպարիչն է զանգում։ Ալո, լսում եմ, պարոն Գասպարիչ։ Համլետ, հեսա քո մոտ Գագիկն է գալու։ Իրանք ընդունես աշխատանքի։ Բայց պարոն Գասպարիչ, ես իրան ոնց ընդունեմ աշխատանքի։ Ես իմ ոտի տակը փորում էր։ Ոնց ենք մենք էլ իրան վստահում։ Ես ընդհանրապես չեմ սիրում կիստուկներին, դրա համար Գագիկին գործից հանել էի։ Բայց իր ընկերությունը սնանկացավ ինքն էլ հետը։ Եկավ մոտս խնդրեց, ասեց, որ հղի կին ունի, որ ոչ մի եկամուտի աղբյուր չունի։ Ես գիտեմ, որ կարմիրկովը իր կաշին չի փոխում, բայց այդ կարմիրկովը հղի կին ունի։ Դրա համար էլ որոշեցի իրան շանս տամ։ Բայց պարոն Գասպարիչ, մեր մոտ ախր ազատ հաստիկ չկա, այսօր արդեն ընդունել ենք նոր մարկետոլոգ։ Ինչ մարկետոլոգ։ Դրան այնտեղ պահեստում մի գործ դու թողանի։ Լավ, պարոն Գասպարիչ։ Դու ընդունված ես աշխատանքի, պահեստում։ Լուրջ ես ասում։ Մերսի համ ջան։ Բայց իմացի, քո համար շատ դաժան է լինելու ստեղ։ Այն գործեր կան, որ առավոտ 5-ին մթով գնում ես գործի, հետո գիշերը 12-ին մթով գալիս ես տուն ու միանգամից պարկում ես քնելու, բայց քնելուց հետ էլ բան չես հասկանում, որովհետև առավոտ 5-ին էլի մթով պետք է գնաս գործի։ Այ տենց գործ, երանի ես տալու գտնես քեզ, երանի։ Իսկ հիմա ֆորմետ հագի ու իջի ներքև աշխատելու։ Պահես, չէ։ Չէ, դժոխք։ Իսկ այդ առաքումը ասեցիր երբ կհասնի։ Ամսի 22-ին։ Ամսի 22։ Էդի քանի շաբթի ան։ 2 շաբթի։ Տակ, երկու շաբթի։ Հարութի աղջկա հարսանիքը երբ էր։ Լավ, ես մի հատ հեսա գնամ